Ես ասում եմ քեզ, ես այն եմ, ինչ եմ, և դու այն ես, ինչ ես, դու չես կարող չլինել, դու կարող ես փոխել ձևդ այնպես, ինչպես կուզես, բայց քեզ երբեք ոչ մի դեպքում չի հաջողվի չլինել, դրա հետ միասին դու կարող է չկարողանաս ճանաչել, թե ով ես դու և այդ պատճառով անհաջողություն համարելով քո կյանքը, քո եսը, կարող ես ապրել միայն այդ ամենի կեսը, դա դժոխք կլիներ, հենց այդպես է որ կա, բայց քեզ ոչ ոք դրան չի մատնել, հավերժ ոչ ոք քեզ դրան չի դատապարտել, և դժոխքից դուրս պրծնելու համար ամենը, ինչ պահանջվում է, նորից գիտենալն է քո ամբողջականությունը։ Շատ ճանապարհներ կան և շատ տարածքներ, որտեղ դու կարող ես այդ ամենին հասնել։ Այժմ դու գտնվում ես այդ տարածքներից մեկում, քո ընկալմամբ այն կոչվում է եռաչափ տարածություն։ Իսկ կան ուրիշներն էլ։ Միթե ես չեմ ասել, իմ արքայության մեջ կան բազում օթևաններ, ես չէի ասի դա քեզ, եթե այդպես չլիներ։ Այդ դեպքում դժոխք չկա, դժոխք իրոք որ չկա, այսինքն չկա մի տեղ կամ մի այնպիսի տարածք, որտեղ մենք կարող էինք մնալ հավերժ բանտարկված։ Ինչ իմաստ կլիներ դրանում, կարող ես ինձ ասել։ Բայց քո ճանաչումներով դու միշտ սահմանափակված ես, քանզի դու, ավելի ճիշտ մենք, մի էություն ենք, այնպիսի մի էություն, որն արարում է ինքն իրեն։ Դու չես կարող լինել նա, որպես ով քեզ չգիտես։ Ահա թե ինչի համար է քեզ այս ամենը տրվել, որ քո սեփական փորձի վրա կարողանաս քեզ ճանաչել։ Եվ դու կարող ես հասկանալ, թե ով ես դու իրականում և արարել քեզ այնպիսին, ինչպիսին փորձով ես ճանաչում։ Եվ շրջանը նորից փակվեց, միայն թե ավելի լայնացավ, և այսպես դու գտնվում ես քո աճման ընթացքի մեջ կամ, ինչպես արդեն ոչ մեկ անգամ կոչեցի ես այս գրքում, քո կյանքում դու գտնվում ես քո դառնալու ընթացքում, և սահման չկա նրան, ինչ դու կարող ես դառնալ։ Դու ցանկանում ես ասել, որ ես կարող եմ դառնալ, ինչպես համարձակվեմ ասել, դառնալ նույնիսկ Աստված, ինչպես դու։ Իսկ ինչպես ես դու կարծում։ Չգիտեմ։ Դե մինչև չգիտենաս, չես էլ կարող գիտենալ։ Հիշիր մեր եռանկյունին, Սուրբ Երրորդություն, հոգի, միտք, մարմին, գաղափար, արարում, ապրում։ Հիշիր, ձեր սիմվոլիզմում Սուրբ Հոգի ոգեշնչում, մտահղացում, հայր, հայրություն, արարում, որդի, սերունդ, փորձ։ Որդին իր փորձով վերապրում է ծնողական մտքի արարումը, որը մտահղացել է Սուրբ Հոգին։ Կարող ես արդյոք դու մտահղանալ, որ մի անգամ ինքդ էլ Աստված կդառնաս։ Խելագարության ակնթարթներին։ Լավ, քանի որ ես ասում եմ հիմա քեզ, դու արդեն Աստված ես, ուղղակի այդ չգիտես։ Միթե ես չեմ ասել, դուք աստվածներ եք։ Ահա, ես վերջապես ամեն ինչ բացատրեցի։ Կյանքը, թե ինչպես է այն կառուցված, նրա իմաստն ու դերը, նախասահմանումը, էլ ինչով կարող եմ լինել քեզ օգտակար։ Ոչ, ես այլևս հարցնելու ոչինչ չունեմ։ Այս հրաշքը զրույցի համար այնքան երախտապարտ եմ, այնքան հագեցված էր այն և այնքան համապարփակ, և սիրտս արդեն հանգիստ է, և մտքերս են հստակ։ Ես նայում եմ հարցերին, որ տվեցի քեզ սկզբում, և հանգիստ է իմ հոգին, և բերկրանք է իմ սրտում։
Եվ սակայն մենք ընդգրկեցինք հարցերից 5-ը՝ կյանքի, մարդկային հարաբերությունների, փողի գործունեության եւ առողջության մասին։ Իսկ դու այլ հարցեր էլ տվեցիր։ Եկ անհապաղ բարձենք դրանք։ Եկ վերադառնանք քո հարցերին։ 6. Կարմայական դասերից որն է ամենակարևորն ինձ համար, որը ըստ երևույթին պետք է անցնեի անպատճառ։ Ինչ կարևոր փորձի համար եմ ես այս կյանք եկել։ Ինչն է այն, ինչին ես ցկտում եմ տիրապետել։ Սիրելիս, այստեղ դու ոչինչ չես սովորում։ Հավատա, դու այստեղ սովորելու ոչինչ չունես։ Քեզ ուղղակի անհրաժեշտ է վերհիշել իմացածդ, այսինքն քեզ պետք է վերամիավորվել ինձ հետ։ Ինչին ես դու փորձում տիրապետել քո կյանքում։ Դու փորձում ես տիրապետել հենց իրեն, տիրապետելուն։ 7. Գոյություն ունի արդյոք վերամարմնավորում։ Քանի կյանք եմ մինչ այժմ ունեցել նախկինում, քանի փորձ եմ ապրել, ով եմ ես եղել, իսկ կարմայական պարտքը իրականություն է։ Դժվար է հավատալ, որ այս առիթով մարդկանց մեջ մինչ օրս հարցեր են ծագում։ Այնքան հայտնություններ են մինչև օրս եղել, այնքան շատ մարդիկ են անցած կյանքը վերհիշել։ Ընդ որում ապացուցված է, որ բացառվել է ամեն մի հնարավորություն, որ նրանք դա հնարել են։ Ես ինձ դժվարությամբ եմ պատկերացնում, էլի որքան անհերքելի փաստեր եք դուք ուզում։ Եթե քեզ կոնկրետ ինչ-որ թիվ է անհրաժեշտ, դու ունեցել ես 647 անցած կյանքեր։ Սա քո կյանքն է 648-րդ։ Նրանցում դու եղել ես ամենը՝ թագավոր, թագուհի, ստրուկ նաև, սարքավակ, գործավար, թե ուսուցիչ, թե աշակերտ, վարպետ, կին, տղամարդ, պացիֆիստ, նաև զինվոր, փրկիչ, մարդասպան, թե հերոս եւ թե վախկոտ, թե հիմար, թե իմաստուն։ Այս ամենը դու եղել ես կյանքերի քո ցուցակում։ Ոչ, գոյություն չունի այդ կարմայական պարտք ասածը այն իմաստով, ինչ որ ենթադրում է քո հարցը։ Պարտքն այն է, ինչը պետք է անպայման վերադարձնել, իսկ քո կյանքերից եւ ոչ մեկում դու ոչինչ պարտք չես եղել։ Բայց կան բաներ, որոնք անել հենց ինքդ ես ցանկանում, որոնք սեփական կամքով ընտրում ես վերապրել։ Եվ այդ որոշումներից ոմանք ըստ այն եմ ես ընդունում, թե ինչ է նախկին կյանքում քեզ վիճակվել փորձել։ Եթե կարման ներքին ցանկություն է լինել լավը, լինել ավելի մեծ, զարգանալ եւ աճել, նայել իրադարձություններին եւ փորձին անցյալի որպես դաս անգնահատելի եւ այդ աճի չափանիշ, ուրեմն այո, կարման իրոք գոյություն ունի։ Բայց դրա համար քեզանից ոչինչ չի պահանջվում, եւ երբեք էլ հավատա, ոչինչ չի պահանջվել։ Դու կաս որպես էակ քո ազատ ընտրության եւ միշտ ամենասկզբից հենց այդպիսին ես եղել։ 8. Ես երբեք չեմ զգում ինչ-որ ակտիվ հոգեզգայունություն։ Գոյություն ունի արդյոք պայծառատեսություն։ Իսկ կա այն ինձ մոտ։ Իսկ արդյոք նրանք, ում մենք էքստրասենս անունն ենք տվել, իրոք սատանայի հետ դաշինք են կնքել։ Այո, իրականություն է պայծառատեսությունը։ Եվ քեզ մոտ այն կա, նաև յուրաքանչյուրի։ Չկա մարդ, ով չունի այնպիսի ունակություններ, որոնք դու անվանեցիր նոր հոգեակտիվ։ Բայց կան մարդիկ, ովքեր այն օգտագործել չգիտեն։ Օգտագործել պայծառատեսությունը եւ նման ունակություններ կնշանակեր 6-րդ զգայարանից օգտվել։ Եվ սակայն ոչ մի կերպ դա չի կարող նշանակել, թե ինչ-որ մեկը սատանայի հետ պայմանագիր է կնքել։ Հակառակ դեպքում ես չէի տա ձեզ այդ զգայարանը,
Եվ իհարկե սատանա էլ չկա, որպեսի պայմանավորվեք։ Երբևիցե հնարավոր է մեր երկրորդ գրքում ես համառոտ կբացատրեմ քեզ, թե ինչպես են աշխատում պայծառատեսությունն ու հոգեակտիվ ունակությունները։ Ուրեմն նշանակում է մենք երկրորդ գիրք կգրանք։ Այո, միայն թե եկ սկզբից սա ավարտենք։ 9. Բարի գործերի համար արդյոք լավ է փող վերցնել։ Ես այդ մասին արդեն ասել եմ։ Եկ նորից չկրկնվենք։ 10. Սեքսը լավ է։ Եվ ընդհանրապես ինչ է իրականում գտնվում կյանքում այսքան մեծ տեղ գրավող մարդկային փորձի հետևում։ Արդյոք իրականում այն միայն սերունդը շարունակելու համար է, ինչպես որոշ կրոններ են անդադար պնդում։ Արդյոք իրականում ճշմարիտ սրբությունն ու պայծառացումը հասանելի են միայն այն դեպքում, երբ դու հերքում ես քո սեռական էներգիան եւ կամ փոխակերպում ես այն։ Իսկ սեքսն առանց սիրո թույլատրելի է արդյոք։ Սեքսի համար միայն հաճույքը բավարար է արդյոք։ Իհարկե, սեքսը լավ է։ Եթե ես չցանկանայի, որ դուք խաղաք որոշ խաղեր, ինչ եք կարծում, միթե կտայի ձեզ խաղալիքներ։ Դուք տալիս եք ձեր երեխային որևէ խաղալիք, որի հետ ձեր կարծիքով խաղալ չի կարելի։ Խաղացեք սեքսի հետ, խաղացեք, դա հիանալի, զարմանալի ժամանց է։ Ձեր մարմնի ֆիզիկական ապրումների համար դա կարելի է ասել ամենամեծ գանձն է։ Բայց հանուն ամենայն սրբության մի ավերեք սեքսի անարատությունը, այդ զվարճանքի, այդ ուրախության հաճույքը, բերկրանքն ու մաքրությունը։ Մի օգտագործեք այն, որպեսզի ցույց տաք ձեր ուժը կամ ինչ-որ ծածուկ այլ նպատակների համար, ձեր սեփական էգոին սիրաշահելու համար, բռնանալու համար կամ իշխելու համար։ Յուրաքանչյուր այլ նպատակի համար, բացի մաքուր ուրախությունը, բացի բարձրագույն էքստազը եւ սիրո վերակենդանացումը։ Ինչ վերաբերվում է հերքելուն, ես դա էլ արդեն բացատրել եմ։ Հերքելու միջոցով երբեք ոչինչ ձեզ հասանելի չի դառնում, առավել եւս սրբությունները, բայց ցանկությունները փոխվում են, երբ տեսանելի են դառնում կյանքի ավելի մեծ իրականությունները։ Այդ պատճառով տարօրինակ ոչինչ չկա նրանում, որ մարդ ավելի քիչ սեռական ակտիվություն է ցանկանում կամ ընդհանրապես շրջանցում է սեռական այդ ակտիվությունը, ընդ որում չկիրառելով մարմնական որևէ այլ գործողություն։ Իսկ ոմանց համար մարմնի գործն ամենակարևորն է դառնում եւ շատ ավելի հաճելի, քան մտքի գործունեությունը։ Ահա այդ պատճառով է, որ ամեն մեկին իրենը եւ մի մեղադրեր ուրիշին։ Սա է նշանաբանը։ Հարցիդ վերջին մասին էլ կպատասխանեմ ես այսպես. բավարար պատճառ ունենալու անհրաժեշտություն դու չունես։ Ինչ որ բան անելու համար, ինչ որ բան ունենալու համար պատճառ փնտրելու կարիք չունես, ուղղակի ինքդ եղիր պատճառ։ Եղիր քո սեփական փորձի պատճառը։ Ամեն փորձ ինքն իր մասին հասկացություն է ծնում։ Հասկացությունն իր հերթին ծնում է արարում։ Դե արարումն էլ իհարկե նորից փորձ է ծնում։ Եվ միակ բանը, ինչը կարող է միշտ դրդել քեզ դադարեցնել այդ կամ յուրաքանչյուր այլ գործողություն, նորից առաջնահերթ դարձած այն սկզբնական միտքն է, քո միտքն այն մասին, թե ով ես դու իրականում։ Ամեն ինչ այնքան, թե հասարակ եւ թե բարդ է։ 11. Ինչու ես դու սեքսը սարքել այդքան հզոր, գեղեցիկ եւ հաճելի մարդկային մի փորձ, եթե ամենը ինչպես պետք է նրանից խուսափելն է։ Ինչու բոլոր հաճելի բաները կամ անբարոյական են, կամ անօրինական են, կամ փչացնում են մարմինդ։ Այդ հարցի վերջին էլ ես պատասխանեցի հենց նոր։ Բոլորովին էլ անբարոյական չեն հաճելի բաները բոլոր։ Անօրինական էլ չեն նաև եւ չարպակալման չեն հասցնում։
հաճելին որոշելու համար է կյանքը եւ զվարճալի վարժություն։ Ոմանց համար հաճելին մարմնական զգացողություն է, ուրիշների համար այն լրիվ այլ բան կարող է լինել։ Ամեն ինչ կախված է քո մտքերից այն մասին, թե ով ես դու իրականում եւ ինչ ես անում այստեղ։ Սեքսի մասին կարելի է ասել շատ ավելին, քան դու համարում ես, թե կարելի է ասել։ Սեքսը ուրախություն է, բայց շատերի համար այն կարող է լինել ամեն ինչ, իսկ ուրախություն երբեք։ Սեքսը սրբազան է, եւ ուրախությունն ու սրբությունը իհարկե համատեղելի են եւ համահունչ։ Ավելին, ըստ էության, այդ երկուսը նույն բանն են, դեռևս ձեզանից շատերը համարում են, որ ոչ։ Քո վերաբերմունքը սեքսի հանդեպ վերաբերմունքդ է նաեւ կյանքի հանդեպ, կամ մոդելն է կյանքի հանդեպ քո վերաբերմունքի։ Կյանքը պետք է տոն լինի, պետք է ուրախություն լինի, իսկ այն ապրումներ է դարձել նախանձի, վախի, զայրույթի։ Դուք ճնշել եք սեքսը, ինչպես ճնշել եք կյանքն էլ, փոխանակ նրանց մեջ ձեզ ամբողջապես արտահայտելու։ Դուք վարկաբեկել եք սեքսը, ինչպես նաև կյանքը, փոխանակ որպես մեծագույն նվեր եւ հաճույք ընկալելու։ Մինչդեռ կհակաճառես, թե չեք վարկաբեկել կյանքը, նայր ձեր կոլեկտիվ վերաբերմունքին դեպի այն։ Աշխարհի 4/5-ը համարում է, որ այն տանջանք է, աղետ ու դժբախտություն է, փորձության ժամանակաշրջան, կարմայական պարտք է, որը պետք է վերադարձնել, դպրոց դաժան դասերով, որոնք պետք է սովորել, եւ ընդհանրապես փորձը, որը պետք է ապրել, քանի դեռ սպասում ես իրական ուրախությանը, որն իբրև հետմահու միայն կարող է լինել։ Ցավոք, շատերն են այդպես մտածում։ Եվ զարմանալի չէ, որ մեղք հասկացողության հետ դուք կապել եք իմ ձեզ տված ամենահաճելի նվերը, ամենաուրախ գործիքը, որը կյանք է արարում։ Ձեր սեռական էներգիան հենց կյանքն է, որ կա, սեռական հակումները, զգացմունքը եւ հաճախ ուժեղ եւ անհաղթահարելի ցանկությունը մերձեցման, դա ամբողջ կենթանի աշխարհի կյանքի շարժիչ ուժն է, եւ ամեն ինչ ի ծնե դրանով է օժտված։ Կոդեքսները բարոյական, սահմանափակումները կրոնական, արգելքները հասարակական եւ պայմանականությունները զգացողական, սեքսի, սիրո, կյանքի շուրջ այս ամենը ինքներդ եք ստեղծել եւ փաստորեն այդպիսով կյանքով ուրախանալը անհնար եք դարձրել։ Ամենը, ինչ մարդ ցանկացել է ժամանակների սկզբից, սիրել եւ նմանապես լինել սիրելի, բայց ժամանակների սկզբից մարդ արել է ամեն ինչ, որպեսզի իր ցանկությունների իրականացմանը խանգարի։ Շուտով մեր հաջորդ գրքում մենք կվերադառնանք սեքսին, մաս առ մաս կուսումնասիրենք նրա դինամիկան, իսկ առայժմ անձամբ դու ուղակի գիտեցիր, սեքսում բացարձակապես ամոթալի ոչինչ չկա։ Ոչ մի ամոթալի բանով ես քեզ չեմ օժտել, եւ դա վերաբերվում է նաեւ քո մարմնին։ Չկա ոչ մի անհրաժեշտություն մարմինը թաքցնել եւ բռնանալ մարմնիդ առողջ ֆունկցիաներին։ 12. Կա արդյոք կյանք այլ մոլորակների վրա։ Ունեցել ենք մենք արդյոք հյուրեր այնտեղից։ Հետևում են արդյոք նրանք մեզ հիմա, կտեսնենք մենք արդյոք մեր կյանքի օրոք այլ մոլորակային կյանքի փաստեր անհերքելի։ Ճշմարիտ է արդյոք, որ ողջ տիեզերքում ամեն մի կենսաձև իր Աստվածն ունի, թե այնուամենայնիվ միայն դու ես, որ կաս, միակ եւ անփոխարինելի Աստված ամենի։ Այո, պատասխանում եմ հարցմանդ առաջին։ Այո, երկրորդին եւ այո, երրորդին, բայց չեմ ցանկանում պատասխանել ես քո 4-րդ հարցին, քանզի ապագա գուշակելն իմ մտադրությունը չի։ Այն մասին, ինչը դուք ապագա եք կոչում, համառոտ կխոսենք մենք մեր 2-րդ գրքում։ 3-րդ գրքում կշոշափենք կյանքն այլ մոլորակային եւ կխոսենք Աստծո բնույթների մասին։ Ահա թե ինչ, ուրեմն 3-րդ գիրք էլ կլինի։ Թույլ տուր շարադրել համառոտ ծրագիր։ Առաջին գիրքը պարունակում է գլխավոր ճշմարտությունները,
հիմնական հասկացությունները եւ նվիրված է կենսականորեն կարևոր խնդիրներին։ Երկրորդ գիրքը բովանդակում է ավելի բարդ ճշմարտություններ, ավելի բարդ հասկացություններ եւ նվիրված է ավելի գլոբալ խնդիրների եւ հարցերի։ Իսկ երրորդ գրքում կգտնեք մեծագույն ճշմարտություններ, որոնք հասկանալն այսօր ձեզ դարձել է հասանելի։ Այն նվիրված է համընդհանուր խնդիրների եւ հարցերի առնչվող տիեզերքի բոլոր բնակիչներին։ Պարզ է։ Դա հրաման է։ Ոչ։ Եթե դու այդպիսի հարց ես ինձ տալիս, ուրեմն այս գրքում ոչինչ չես հասկացել։ Այդ դու ես ընտրել կատարել այս աշխատանքը, ընտրել ես, ընտրվել ես եւ շրջանապատվեց։ Դու հասկանում ես։ Այո։ 13. Կլինի երբևիցե ուտոպիա երկիր մոլորակի վրա։ Իր տված խոստման համաձայն Աստված իրեն ցույց կտա, տեղի կունենա արդյոք երկրորդ հայտնությունը, իսկ աշխարհի վերջը երբևիցե կգա։ Գոյություն ունի արդյոք միակ ճշմարիտ կրոն, եթե գոյություն ունի, ուրեմն ո՞րն է դա։ Համընդհանուր բնույթի ավելի ծավալուն հարցերին ես կանդրադառնամ քեզ հետ մեր հաջորդ զրույցների մեջ, այնպես որ եք սպասենք մեր հաջորդ գրքին, իսկ այժմ ժամանակն է դնել վերջակետ։ Ինչ, այսօրվա համար վերջ, մենք էլ չենք զրուցելու։ Ինչ է, դու ինձ նախապես արդեն կարոտում ես։ Այո, դա սքանչելի էր։ Մենք բաժանվում ենք։ Քեզ հանգստանալ է պետք, եւ քո ընթերցողներին էլ։ Ձեզ շատ բան է անհրաժեշտ առայժմ ըմբռնել, կշռադատել, խորհել, նաեւ գլուխ կոտրել։ Ձեզ ժամանակ է պետք, որ այս ամենը մարսեք։ Մի կողմ դեր զրույցը որոշ ժամանակ դու լուրջ մտածիր նրա վրա։ Քեզ լքված մի զգա, ես միշտ քեզ հետ եմ, ես քո կողքին եմ ամեն ակնթարթ։ Եթե հարցեր կառաջանան, ամենօրյա հարցեր, իսկ ես գիտեմ, որ արդեն հիմա էլ դու ունես դրանք եւ այդ վիճակը քո միշտ շարունակվելու է, դիմիր ինձ եւ ես կպատասխանեմ նրանց։ Պարտադիր չէ, որ պատասխանը լինի գրքի ձևով։ Գիրքը միակ ձևը չէ, որով ես շփվում եմ քեզ հետ։ Դու կարող ես լսել ինձ հոգուտ ճշմարտության մեջ, սրտիդ զգացմունքների մեջ, մտքիդ հանգստության մեջ։ Լսիր ինձ ամենուր։ Երբ հարց կունենաս, գիտեցիր, որ ես արդեն պատասխանել եմ հարցիդ։ Փակիր աչքերդ մի պահ եւ կենտրոնացիր, իսկ հետո բացիր եւ նայիր աշխարհին։ Այդ ես եմ, հիշում ես։ Այդ ես եմ, որ կամ, ուր էլ դու նայես, ինչ էլ որ զգաս, առանց ինձ դու էլ գոյություն չունես, առանց ինձ չկա ուրիշ ոչ մի բան։ Պատասխանս կարող է լինել հոդվածի մեջ արդեն տպված, որ կընթերցեց առավոտյան սուրճդ խմելիս, քարոզի մեջ, որ եկեղեցում տերտերը կկարդա, երգի մեջ, որը հենց նոր գրեցին, ֆիլմի մեջ, որն այժմ նկարահանվում է, խոսքերի մեջ, որ կասի քեզ շուտով քո սիրելին, նաև այն նոր ընկերոջ շրտակցության մեջ, ում հետ կծանոթանաս մոտակա օրերին։ Իմ ճշմարտությունը զեփյուրի շշունջի մեջ է, արվակի կարկաչունի մեջ եւ ամպրոպի որոտի։ Դա հողի հոտն է նաև արևի ջերմությունը, ջրաշուշանի բուրմունքը նրբագեղ եւ լուսնի գրավիչ գեղեցկությունը։ Իմ ճշմարտությունը ամենահուսալի օգնությունն է քեզ կարիքի ժամին, քո կասկածների պահին, այն հսկայական է, ինչպես գիշերային երկինքը եւ հասարակ ու վստահելի, ինչպես թոթովանքը նորացնի։ Իմ ճշմարտությունն աղմկոտ է, ինչպես սրտի տրոփյունը եւ ցածր, ինչպես իմ շնչին համընկնող շնչառությունը։ Ես չեմ լքում քեզ, ես չեմ կարող հեռանալ քեզանից, քանզի դու իմ ստեղծածն ես, քանզի իմ արարումն ես, իմ որդին ես եւ դուստրը, իմ մտահղացումը, իմ եսը։
եսն իմ։ Ուրեմն կանչիր ինձ, երբ եւ որտեղ էլ հանկարծ քեզ առանձնացված կզգաս այն հանգստությունից, որը ես եմ, էլ ով ուրիշ, եւ ես կլինեմ այնտեղ, ճշմարտության հետ մեկտեղ, եւ լույսի հետ մեկտեղ, եւ սիրով։